Ոչինչ գաղտնի չէ։ Եվ մեր երկրում այլևս ոչինչ գաղտնի չէ։ Քեզ դույով եմ դիմում, չէ։ Հա, ինչ գիտեմ։ Կլինի գրիգ ասեմ, ոչ թե գրիգոր։ Լավ։ Այտենց մանն է ասում, երբ որ կատաղում է իմ վրա։ Չնայած չէ, նայած ժամանակ լավ общем։ Լավ, всё սկսենք։ Ողջույն, այսօրվա սեվարկում բացահայտելու ենք լրագրող եւ ձեզ համար շատ սիրված պապա բլոգեր Գրիգոր Հարությունյանին։ Ողջույն Գրիգ։ Ողջույն, իջավ հիմից ցնցվում եմ ամեն անգամ հենց ասում են բլոգեր, որտեվ տենց 10 քանի տարի աշխատես լրագրող, բայց տենց շատ սահմանափակ մարդիկ իմանան ու մի քանի տարի լինես բլոգեր ու փողոցում հայտնում են, ասեն վայ այն բլոգերն է։ Ինձ թվում է մենակ լրագրողներն ունեն դա, որովհետեւ մնացած այլ ոլորտներում, երբ որ մի մասնագիտությունից անցնում են բլոգինգի, դա այդքան ծանր չեն տանում, որովհետեւ լրագրությունը հանրային մասնագիտություն է, հանրային ոլորտի մասնագիտություն է, դրա համար ինձ թվում է մի քիչ մենք դրա համար ենք ծանր տանում։ Այլևս ծանր չեմ տանում, բայց մի քիչ ցնցվում է։ Այսօր խոսելու ենք քո վախերից։ Ինչքան ուզեք։ Լավ, որի դուք խոսենք։ Հա, ինչքան ուզեք, նկատի ունեմ ինչքան ուզեք։ Հա, օքեյ։ Թե չէ քո հետ բնականաբար դույով իրար հետ աշխատած, իրար հետ կռված։ Այո, մենք բախտ ենք ունեցել իրար հետ աշխատել։ Իդեպ ես միշտ ասում եմ, այո, շատ մտերիմ ընկերներ ու իդեպ ես միշտ ասում եմ, եթե քաղաքում 1.5 լավ մարդ է մնացել, դրանցից մեկը հաստատ Գրիգն է։ Այդ բարությունը, այդ դրական էներգետիկան զգացվում է նաև քո բլոգում, երբ որ դու սկսեցիր Արեգին ցույց տալ քո էջում։ Արի գնանք սկզբից, ոչ թե ուզում եմ պատմես ինչպես որոշեցիր, որ Արեգին սկսես ցույց տալ, այլ ուզում եմ հենց այդ սկզբի վախերի մասին պատմես, թե ինչ մարտահրավերային էր դա քեզ համար, հատկապես կինդ Մանանը չի սիրում հանրայնություն, չի սիրում ձեր կյանքը հանրայնացնել, դա ինչ խնդիրներ առաջացրեց կամ գուցե մարտահրավերներ ու դրա վախային կողմը խոսենք, կար արդյոք վախեր, որ դա չի ընկալվի ճիշտ եւ ընտանիքի եւ հարազատների եւ հանրության եւ մնացած բոլորի կողմից ու ոնց հաղթահարեցիր այդ վախերը։ Լրագրողը ցանկացած վատ իրավիճակից դուրս է գալիս, տենց շատ հպարտ, նույն ձևով էլ հպարտ այդ բլոգինգի սկսելու վախից եմ դուրս եկել մեծ հաշվով, բայց գիտես ամենասկզբից երբ որ սկսում էի, ինձ ընդհանրապես այդ վախեր կամ բաներ չկային, ինձ թվում է շատ նորմալ բան եմ անում։ Այդ դրանից հետո, մեկնարկից հետո, տենց եթե բլոգը երբ որ սկսեց մի քիչ տարածվել, դրանից հետո ինքը դարձավ մի քիչ վախ, որտեղ շատերի մոտ այդ դարավ ինչ որ տարօրինակ բան, իսկ այդ տենց արդեն վախենալու էր, էլի։ Բայց ինչն էր, այսինքն Դե պապայա հայ տղամարդը երեխու դարդու ցավով տարապում, մենակ չի աշխատում, այլ նաև տանն է լինում, հերիք չի, մի հատ էլ երեխու պամպերս է փոխում ու տենց լիքը բաներ։ Նույն այն ժամանակ ավելի շատ էր, հիմա փառք Աստծո ավելի քիչ է։ Ու հատկապես ես գիտեմ, որ շատ բրուտալ դու եւ ընտանիքում եւ համայնքում ես ծնվել։ Հա, դե հիմա ոնց էր առաջի արձագանքները։ Տնեցիքի նկատի ունես, դե տնեցիկս մինչև սկսելն էլ գիտեին, էլի, հերս էլ, մերս էլ առանձնապես չզարմացան այդ ամեն ինչից, որտեվ իրենք տեսել էին տանը ինչը, որտեվ ընդհանրապես Instagram-ում կամ ցանկացած սոցիալական այլ հարթակում երբեք չեմ փորձել լինել մի հատ ուրիշ մարդ, քան կյանքում եմ, էլի։ Քերուս կնոջ եղբայրը գիտեր ես ոնց էի, էլի, ընդհանրապես իմ էությամբ ու դժվար տենց վաու ինչ որ բան ունենար, երբ որ ինձ տեսներ Instagram-ի ռիլերի ինչ որ մի տեղ տենց վաու բաներ եղան մարդկանցից, ովքեր չէին ճանաչում, տենց իրեն շրջապատում էլ գուցե չկային այդ տիպի մարդիկ ու թվում էր, թե տենց ամերիկյան սերիալներից եկած ինչ որ մեկն է, որը իրան դրելա չգիտեմ ինչի տեղը, բայց դե էդ է հիմա, նենց չի ինչ որ մի բան սցենարով գրված, էդ է նա ինչ որ կա, այդ իմաստով ոչ մեկ առանձնապես տենց չզարմացավ ու մտերիմների, ծանոթների կողմից ինչ որ արձագանքներ ընդհանրապես չեն եղել։ Նույնիսկ չինեմ, դժվար, դասանիս երեխեքներ էլի երևի որ տենային, կասային հա ինքն է։ Գիտեին, որ դու շատ բարի մարդ ես նաև դրանից, թե ոնց էր։ Դե բարի չգիտեմ, այնպեսին ինչպեսին եմ։ Դե բարի է, ինչա չգիտեմ։ Չէ, այդ դու չես սիրում դրա մասին խոսել։ Ճիշտ է, չեմ սիրում։ Այո։
Այ այդ առաջի ֆիդբեքներից խոսենք, հա, մանավանդ որ դու ասում ես, երբ որ պապա է իր երեխու պամպերսը փոխելն է ցույց տալիս եւ այլն, հա, այդ առաջին հեյթային ասեմ, հա, արձագանքները որոնք էին, որ քեզ քննադատում էին, քեզ շատ թիրախավորում էին, իմ հիշելով եղել է նմանալիք։ Եղել է նմանալիք, մինչև հին վիդեոների տակ վստահաբար դեռ շարունակում են տարբեր արձագանքեր։ Բայց նայում ես դրանք։ Դե նայելը չի լինում չնայել, որտեվ երբ որ այնտեղ անկյունում ինչ որ կարմիր 1, 2, 3 հա լինում, անկախ քեզանից ձեռքդ գնում է դրա վրա ու նայում ես, նենց էլ չի որ հայդ եմ արել, դե հիմա տես, երբ որ առաջին անգամ ես մտնում եմ այնտեղ անկարելի էր որ տենց բանել նմեր ու ես պատրաստ էի տենց լիքը տարբեր հեյթերի։ Պատրաստ չէի, որ այդ հեյթի մեծ մասը լինելու էր կանանցից։ Ինձ թվում էր թե տղամարդիկ տենց ասելու են, եկել ասենց բան էս կոմենկոմ, բայց իհարկե կան, բայց որ կանայք ավելի կգերակշռեն, դա իմ համար մի քիչ տարօրինակ, բայց էլի վաղ դե չգիտեմ, ասենք սովորական բանը, որը կարա իր աներ, օրինակ, չգիտեմ, կնոջդ համար ծաղկեփունջ առնել ու նվիրելը, դա կարմիր լույս էր պատկաբլուչնիկի։ Այդ արդեն գուցե իրանց վախերն է, գուցե իրենք չեն այդպիսի կուզեին որ լիներ, բայց չեն ու տենց դիմացինը այդ կերպարով ընդունելը կամ մտածելը իր մասին ավելի հեշտ է, հոգուս փոփ, սրտիս փոփանք է։ Բայց դες օրինակ այդտեղ շատ իրացիոնալ բան կա։ Օրինակ մենք կարող ենք դա վերագրել մեր հասարակությանը, բայց նույն օրինակ, չգիտեմ, Ռուսաստանում Պավել Վոլյանին էլ են այդ պիտակը կպցրել, հա։ Սենց լավ հաղթաթուղթ է, էլի ցանկացած իրավիճակում տենց մի բան ասել դիմացին, ինձ շպրտել, միշտ ավելի հարմար է սեփական եսը ավելի լավ դիրքավորելու, նույնիսկ եթե այդ չես։ Հա, այսինքն մարդուն դնել ավելի վատ իրավիճակում, որպեսզի դու ցույց տաս, որ դու ավելի լավն ես, ավելի ճիշտ ես քո կյանքը վարում, օրինակ։ Այդ ինձ թվում է ավելի շատ ընդհանրապես այս սոցիալական ցանցերի դարի խնդիրն է, որտեվ այդ սոցիալական ցանցերը մի տեսակ կյանքը բաժանել են երկու իրականության։ Միտեղ մարդիկ շատ ուժեղ տղաներ եւ աղջիկներ են իրենց երազներում ու հնարավորություն ունեն սոցիալական ցանցերում լավ դիրքավորվելու ու դրսևորվելու, որը ընդհանրապես կապ չունի իրենց իրական կյանքի հետ։ Այսի է ամենամեծ խնդիրը, որտեվ չեմ կարծում թե գտնվի ինչ որ մեկը, որը փողոցում ինձ կհանդիպի ու տենց բան իմ ճակատին կասի, աչքերից մեջ նայելով, բայց փոխարենը շատ հեշտությամբ անում են սոցիալական ցանցերում կոմենտների ու տենց ստատուսների մակարդակում, էլի։ Շատ վատ է։ Այդ երբ որ բևեռացումը այդքան շատ է իրականությունների, այդ ինձ թվում է խնդրեմ է, էլի։ Բայց կարծում ես այստեղ ավելի շատ դաստիարակությունն է խնդիրը։ Չգիտեմ դաստիարակությունն է թե ինչ, որովհետև օրինակ չեմ կարծում էլի, ես չգիտեմ շատ տարբերվող դաստիարակության եմ ստացել, քան միջին վիճակագրական մյուս քաղաքացիները, էլի։ 90-ականներին ծնված գրեթե բոլորի ճակատագիրը ու կենսակերպը համարյա թե նույնն էր։ Խոպան գնացած պապա, տանը դաշտում ու չգիտեմ որտեղ աշխատող մամա, ու դու որ պետքա գնաս դպրոց ու հետո գնաս նորից դաշտում աշխատես կամ մինչև դպրոցը գնաս դաշտում աշխատես, իրիկունը հալամուլա երեխեք հետ դրսում, այսինքն այդ բոլորինն էին այտենց։ Այստեղ խնդիրը փոխվելն է, տրանսֆորմացվելն է ու հասկանալն է, թե քեզ քո ընտրությունը, հա, դու ոնց ես ուզում լինես։ Այդ որտեվ ինչքան էլ քեզ դաստիարակեն, եթե դու նկատում ես, որ չէ ախպեր, տենց լավ չի ապրելը, տենց լավ չի քո համար, տենց լավ չի քո կնոջ համար, տենց լավ չի քո երեխու համար։ Եթե դու հասկանում ես, որ դա լավ չի, դու սկսում ես անել լավ, բա ոնց անեմ, որ լավը լինի։ Այդ լավը լինելը իմ համար այն էր, որ ես պիտի լինեի այն մի քիչ ուրիշ պապա, քան կարծրատիպային, որ ասում են, թե այդպիսին են հայ պապաները։ Ես որոշեցի, որ ոչինչ ինձ նեղություն տալով չպիտի լինեմ միայն փող բերող, որտեվ ինչքան էլ ասեն փող աշխատելը շատ դժվար է, տենց չի։ Ես հիմա մեկ-մեկ տենց շատ որ սենց սպառված եմ լինում, ասում եմ, ասում եմ, ինչ լավ կլիներ, ես լինեի դասական տղամարդ, տարածված են, գնայի փող աշխատեի, շատ փող աշխատեի, տայի կնոջս ասեի,
սենց ու ասում էի լավ մանանն էլ լիներ տենց հեզիկ նազիկ այն մամաների այն կանանցից որոնք որ տենց ընդունված է ինչ որ Բայց դա միտեղ կարծրատիպ է, չէ։ դե կարծրատիպա այո բայց ասում եմ լավ կլիներ տենց կարծրատիպով լինեի հեշտ կլիներ իմ կյանքը բայց ես չէի ուզում այդ հեշտությունը հա որտեվ իմ համար ահա որ դժվար է գնալ աշխատել գործի տեղը փող ունենալ որ վճարեմ հիպոթեկի համար համերգ գնալու համար, ասենք, այն օրը ուրեմն տոմս եմ առել համերգի, դասական համերգի տոմսեր, որը նաև մանկական է, տենց մի քանի զրոյանոց թվեր են յուրաքանչյուր տոմսի համար ու քանի որ Արեգը շատ է սիրում այդ երաժշտությունը ու կոնկրետ այդ թեման երաժշտության, լավ sense չասեմ, էլի, տենց միջև վերջ ասենք, չգիտեմ, 3 տոմս առնել, դա գգմբ թիվ է ու ես հերթական անգամ հասկացա, որ Աստված իմ կյանքը այլևս ահա որ թանկ է, շատ թանկ է ու դրա տակից դուրս գալու համար դու պետք է շատ աշխատես։ Իմ համար հեշտ կլիներ շատ աշխատեի, այն մնացածի վրա չծախսեի ժամանակի, ասենք Արեգի այդ մուսի պուսի անելու, մնացածի, ասենք, չգիտեմ, կնոջս ասելու դու նստի տանը, իր հետ զբաղվի, իմ համար հեշտ կլիներ, անկեղծ եմ ասում, տենց հեշտ կլիներ, ես կկարանայի գնայի աշխատեի ու լիքը բաների մասին իմ գլուխը չէի ցավացնի, բայց ընտրությունն է, ասածս այն է, որ մենք բոլորս ընտրում ենք, թե ինչպիսին ենք ուզում լինել։ Ես ընտրել եմ բարդ ուղի, իմ համար բարդ ճանապարհ է այդ, բայց ես գիտեմ, թե ինչ եմ շահում։ Ես շահում եմ մի հատ երեխա, որը կարամ իր աչքին չերևամ 2 ժամ ու ինքը շատ նեղվի, որ ես իր մոտ չեմ։ Այդ իմ համար աշխարհի ամենամեծ բանն է, այն Արեգը երբ որ նոր էր ծնվել, ես ահա որ խանդում էի մանանին, որովհետև ինքը անընդհատ ասում էր մամայի շատ նորմալ է, կենսաբանական, ֆիզիոլոգիական է, երեխեքը միշտ կապված են մամաներին ու ինձ միշտ թվում էր, որ ես դրա պատճառով միշտ կրվելու եմ մանանին։ Բայց ես չէի ուզում որ Մամաների մոտ տենց էլ կա, լիներ։ գիտես, չէ, այդ վախը։ Մամաներն է վախենում են, որ իրենք են լույս աշխարհ բերում, իրենք են կաթ տալիս, իրենք են ամեն ինչով իրենց կողքը լինում եւ երեխեքը պապային են Այն ձգտում։ պահին, երբ որ ամեն ինչով իրենք են լինում, բայց իմ պարագայում տենց չէր, ես գիշերը կարայինք մենք հերթափոխով իրան օրորեինք, չգիտեմ, կաթիկ չէի կարա տայի բնականաբար։ Ֆիզически Բայց մնացած теоретически։ ամեն ինչ արել եմ այսօրվա համար։ Այսօրվա, որ իմ տղեն գա ինձ պատմի, որ, չգիտեմ, դասանում մի հատ աղջկա է հավանել, մեր բակում է մի հատ աղջկա հավանել, որոշենք իրար հետ ի վերջո ում հետ ինքը կարա արդյոք 2 աղջիկ հավանի թե չի կարա, ոբշեմ, տենց լիքը բաներ։ Այսինքն ասածս այն է, որ ես ընտրել եմ մի հատ բան, որը իմ համար բարդ է, բայց այդ ինձ ահա որ պարգևատրում է ունենալու ընենց հարաբերություններ իմ տղու հետ, որը իմ երազանքն է եղել։ Գրիգ, նաև, բայց ասում են, որ երեխաների ծնվելուց հետո տղամարդը գնում է ավելի երկրորդ պլան, հոգեբաններն էլ եւ մանկաբարձերն էլ են ասում կնոջ համար տղամարդը Պետք է ինչ ուրեմն որ մանանին պիտի ժամանակ կանչի։ գնում է երկրորդ պլան։ Դա ուզում եմ հասկանամ դու դա զգացել ես, նման փուլ եղել է, որ զգացել ես ու Արեգի ծնվելը ինչպես է ազդել ձեր հարաբերությունների վրա։ Ընդհանրապես ընտանիքում երեխա ունենալը այդ 180 աստիճան փոխում է քո բնականon կյանքը։ Ես ինչքան էլ երազում էի պապա դառնալ նույնիսկ մինչև երեխու ծնվելը, նույնիսկ մինչև ամուսնանալը, այո, նույնիսկ մինչև ամուսնանալը ես պատկերացնում էի պապա։ Ես կարող եմ չպատկերացնել ինչ որ մարդու կողքը ամուսին, պատկերացնում էի ինձ պապա։ Ու ինչքան էլ ես դա ահա որ ուզել եմ լինեմ, հետո երբ որ լինում ես, հասկանում ես, որ այն քո պատկերացրած այնքան էլ տենց չի, էլի, այսինքն տենց սկսում ես նոր սովորել լինել պապա, չես կարա դառնաս ինչ որ մի պահով։ Ասածս այն է, որ նույն ձևով բնականաբար նաև կանանց մոտ այդ ամեն ինչը գուցե ավելի շատ այնտեղ հաշվի առնելով զուտ ֆիզիոլոգիական փոփոխությունները, որոնք կարան լինեն ու հաստատ լինում են։ Իրանց մոտ ավելի ծանր է ու ես հիմա ուզում եմ հիշեմ արդյոք զգացել եմ ինչ որ գուցե եղել ես չեմ կարող ասեմ, որովհետև երբևէ չեմ մտածել այդ բանի մասին, որ այ ինքը ինչի ինձ արեց, որովհետև ես հասկանում եմ, որ այդ կնոջ համար ահա որ բարդ բան է ու ավել բան պահանջել չէի կարա էլի։ Adekvat ես վերաբերվում։ Նու հա, հիմա Իսկ
այս շրջանը հաղթահարած մարդ եւ նաեւ շատ աջակցող մարդ։ Ըստ քեզ ինչ է պետք, երբ որ երեխան հայտնվել է արդեն ընտանիքում, հայրը ինչպիսինը պիտի լինի կնոջ համար, այսինքն տղամարդը տան հայրը ինչպիսինը պիտի լինի կնոջ համար, որ եւ հարաբերությունները չտուժեն, եւ կինը իրեն հարմարավետ զգա, եւ հետո երեխայի հետ այդ կապվածությունը լինի, որ դու պատմում ես Արեգի մասին։ Դե այդպես, ասենք, ընդհանուր պատրաստի բանաձևեր գտնելը այդ անհնար է, որովհետև յուրաքանչյուր զույգ, նույնիսկ զույգի մեջ յուրաքանչյուր մարդ անհատականություններ են։ Հա, Այստեղ իհարկե։ ամենակարևոր բանը իմ Բայց այն բաներ, համար որ դու իրար ես հետ սովորել։ իմ համար ընդունելն է, դիմացինին ընդունելը։ Ես շատ երկար ժամանակ, հիմա պետք է խոստովանեմ, էլի, ես շատ երկար ժամանակ, որովհետև միշտ հարաբերություններում, երբ որ դու սիրահարված ես, երբեք չես կենտրոնանում այն ոնց ասեմ, այն տենց խնդիրների վրա, լավ, չասեմ դիմացինի խնդիրներ, այլ քո ընկալմամբ դիմացինի խնդիրների վրա։ Ընդհանուր հարաբերությունների խնդիրների գուցե։ Հարաբերությունների, դիմացինի խնդիր, չես կարողանում դրա վրա կենտրոնանալ, որովհետև այն որ ասում են բարդագույն ակնոցները, այո, այդպիսին են հարաբերությունները, ու գալիս է մի ժամանակ, երբ որ այդ թեթև սիրահարվածությունը անցնում է, մնում է սերը ու իր բոլոր հետևանքներով, երբ որ դու արդեն մի քիչ ավելի քիչ առաջ ասածը adekvat ես դառնում, սկսում ես նաև հասկանալ ինչ որ բաներ, որոնք վայ չէ, ոնց կարա ես սա չնկատեի, ու հետո ես էլի դրանք ասում, ոնց կարա ես դա չնկատեի, ունես երկու ճանապարհ, շարունակել մտածել ոնց կարա չնկատեի, սխալ եմ արել, կամ ասեի ախպեր ջան, դա իր խնդրեմը չի, որ դու դա չես նկատել, նենց չի մի վարկյանում ինքը փոխվեց, դարավ չգիտեմ ուրիշ մի բան, պիտի հարմարվես, ընդունես ու շարունակես գնալ առաջ, եթե ուզում ես, եթե այն կշեռքի նժարում ուզելը ավելի շատ է, քան չուզելը, էլի։ Դա խնդիրները այնքան կան ու միշտ լինելու են։ Ես այնքան բան չեմ էլի, որ ասեմ, վсё, իդեալական կյանք է, այլևս մենք ունենք մեր համար պատրաստի վիճակներ, որովհետև երբ որ նույնիսկ դու քո փոքրիկ ընտանիքում քո համար շատ սիրուն, շատ հավես կանոններ մշակած, ոչ թե կանոններ, այլ ռիտուալ դարձած, այո, սովորություններով ապրում ես, քո տան ավանդույթներով ապրում ես, միևնույն է այդ քո տան պատերը 24 ժամվա համար չեն, միևնույն է դու այդ ինչ որ դուրս ես գալիս, հարաբերություններ ես ունենում շրջապատի մարդկանց հետ, ուզած չուզած երբեմն դրանք երբեմն չէ, բավական հաճախ կատաղած գործից բոլորի ու ամենքի վրա ներվայնացած աշխարհը գմփցնելու են, որ ասում է 50 բալ երկրաշարժի ցանկությամբ գնում ես տուն, անհնար է դու դա ինչ որ կերպ տենց չարտացոլ ես, էլի խնդիր է, որը պետք է հաղթարել միշտ, էլի։ Ինձ թվում է նաև հասունությունը գալիս է այն ժամանակ, երբ որ մտածում ես, որ այլ խնդիր չկա, այլ հակառակը մտածում ես, որ երկուսով պիտի այդ խնդիրները լուծեք, երկուսով եք այդ խնդիրներին դեմ, ոչ թե երկուսիդ մեջ են խնդիրները։ Այո։ Մի քիչ առաջ պատմում էիր off record-ում, թե ինչ սյուր բաներ է արդեն խոսում Արեգը, հիմա ինչ վախեր ունես իր հետ կապված։ Ամենամեծ վախս միշտ եղել է այն, որ ինչ որ մի օր ինքը ասի այ հեր, բայց ինձ պետք էր։ Ինչը օրինակ։ Ցանկացած բան։ Հիմա օրինակ ես իր հետ շատ ժամանակ եմ անցկացնում, մեծանա ասի, բայց ինչի էի մեջ շատ ժամանակ անցկացնում։ Նկատի ունեմ, մեզ թվում է, թե մենք այնպես ենք անում, փորձում ենք զերծ պահել տրավմաներից բան, բայց ցանկացած գործողություն միշտ բերելու է իր ինչ որ ուրիշ հետևանքը, էլի։ Ում է շատ էս տպավորվեն մտքից, որ ասում է ինչքան է լավ բան անես երեխաների համար, մեկ է հոգեբանի մոտ քեզ դեմ բողոքելու իրաց տրավմաների համար։ Չգիտեմ, արդյոք դա գիտեի այդ սիրուն ասած միտքը, բայց վստահաբար այդպես է։ Այդ ծիծաղելի միտք է, բայց փաստորեն իրոք դա ազդում է ենթագիտակցության վրա։ Ենթագիտակցությունը որն է, այդ շատ հաճախ եմ ես դրա մասին մտածում, նույնիսկ երբեմն գործողություններ եմ անում, որում post factum գնահատում եմ համելիմ այդ արածները արդյոք արժեր է թե չարժեր, ու միշտ գալիս եմ այդ եզրահանգման, որ ես չունեմ պատասխան, հիմա պետք էր դա անել, թե պետք չէր դա անել, վաղը մյուս օր Արեգը ինձ դրա համար տենց լավով կհիշի, թե վատով կհիշի։ Իսկ օրինակ ինչ բաներ է հիմա ասում, որ դու հիմա արդեն իսկ ձեր այդ բախումը սերունդների զգում ես։ Ախր շատ արագ են вообще մեծանում երեխեքը, ահա որ արագ, ես
երբ որ ինձ ասում էր իմ տատիկը կամ չգիտեմ իմ մաման էս ինչ արագ անցնում ժամ, ինձ չէի զգում դա։ Ու հիմա երբ որ դու ես արդեն այդ կարգավիճակում, ահա որ զգում ես թե ինչքան շուտ են մեծանում երեխեքը։ Իրանք այնքան ինքնուրույն են դառնում, այնքան իրենց կարծիքը հստակ ձևավորված, ասենք հիմա Արեգը 6 տարեկան է, բայց տարբեր հարցերի շուրջ իմ հետ կարա հավասար բանավիճի, իր կարծիքը վստահ առաջ տանի, երբեմն տեղ չթողնելով նույնիսկ ինձ բացատրությունների, որովհետև շատ իրավիճակներում լինում են նաև ինչ-որ կոնկրետ բաներ, որոնց պատասխանը պրոստը չեմ կարողանում գտնել։ Երկու սյուր բան պատմի։ Դե ասենք թևերին միջև արմունկները ներկած եկել է տուն դպրոցից, տարբեր խզբզոց, կոնկրետ խզբզոց է, էլի։ Ասում եմ, տղես չի լինի, էլի տենց։ В общем, այդ օրը քնեց, հաջորդ օրը առավոտյան ես եմ ճանապարհում իրան դպրոց, պրտում եմ, մի ժամ պրտում եմ, որ այդ իր թևի բաները անցնի, որ գնա նորից դպրոց ի վերջո, տենց կանգնացրել եմ, լողացնում եմ, հիմա ես եմ լողացնում այլևս օգնում լողանալ Արեգին, ման այլևս այդ հարցերում չի զբաղվում։ Ասում եմ, տեսնում ես Արեգ, որ այս բանը զիբիլա ավելորդ տանջանք է, հերթական իմ կատաղության նոպան է, էլի։ Ինքը ասում է, բայց հիմա ես պիտի կատաղեմ, որտեղ դու ջնջում ես իմ տատուները, իմ ստեղծագործությունները։ Ասում եմ, ախր դա զիբիլա, ասում է, չէ, դա տատու է, ժամանակավոր տատու է։ Դե արի ու այդքանից հետո, ախր որ խորանում եմ, ինքը ճիշտ է ասում։ Վերջինչով ավարտվեց ձեր այդ դիալոգը։ Ամեն դեպքում ես մաքրեցի։ Հաղթել ես ամեն դեպքում։ Ես ասում եմ, որ հա, լավ է, երբ որ երեխեքին թողնում ես ազատ լինեն, բանանեն, բայց ոխր նենց բաներ կան, ասենք ես չէի կարա էլի իրան երկրորդ օրը թողեի ձեռքերը խզբզած վիճակում գնալ ինչ կանել այդ իր համար արվեստի նմուշեր։ Այդ տես չգիտեմ, արդյոք ես դրանով իր մոտ ձևավորեցի ինչ-որ տրավմաներ, թե չէ, հետոյի համար։ Հետո պարզվի, որ ինքը տատու արտով պիտի զբաղվեր, բայց պապան կոտրել այր։ Հաստատ, հոգեբանի սենյակում դրանք կպատմի։ Ու տենց լիքը բաներ, հասկանա։ Իրանք հիմա շատ են շփվում։ Ես երբ որ հիշում էի ինձ 6 տարեկանում Հարիվ, ու հիմա հիշում եմ իրանց բիթի։ Ամեն ինչից տեղյակ։ Արեգը մի ուրիշ Smart սերունդ են ի վերջո։ Արեգը մի ուրիշ դարդ է, իրան ամեն ինչ է հետաքրքրում, ինքը ամեն ինչի մասին է հարցնում, ու ես ստիպված եմ իրան պատասխանել, որտեղ գիտեմ, եթե ես չպատասխանեմ, պատասխանը գտնելու եմ մի հատ ուրիշ տեղից, որը այդքան էլ լավ չի։ Այսինքն երբեք, երբ որ ինքը ասում է, պապա, ինչի կանայք կրծքեր ունեն։ Մենք չունենք։ Դե պիտի պատասխանեմ մի ձև։ Ես կարող եմ ինչ-որ մի բան ասեմ, չէ, տղես, այս բանը չեմ կարող քեզ պատասխանել, բայց ես պիտի գտնեմ։ Գնում եմ ChatGPT-ին, եմ հարցնում, տենց ոչ ինչպես 6 տարեկան երեխային պատասխանել, թե ինչի է համարեն ոնց պատասխանեն։ Ինչ-որ մի բան ինքն է տալիս, ինչ-որ մի բան ես ինչ-որ բաներից հոգեբանների ստատուսներ եմ կարդում, в общем, sense ինչ-որ բաներ եմ անում, որ եմ պատասխանում։ Ահա որ հետաքրքրասեր 6 տարեկան է մեծանում, թեպետ իր հետաքրքրությունը տենց ինչքան հիշում եմ միշտ այդպես ա եղել ու դժվար է։ Իսկ ուզում եք քո կամ Մանանի կնոջդ մասնագիտությամբ շարունակել։ Ինձ մեկը ինչ կուզի թողնեմ, բայց ենթադրում եմ չի ուզի։ Արդեն հակումներ, Չէ, ինչ որ կոնկրետ միջատների է շատ սիրում, քանի որ ամեն ինչ է սիրում, ցավը տանեմ։ Ինքը շատ սիրում է նկարել, երբ որ մի փոքրեր ասում էինք կատակով իհարկե ասում ենք արեք ինչ ես դառնալու։ Մտածում էր կամ առաքիչ կամ գիտնական։ Շատ նման մասնագիտություն։ Առաքիչը, որովհետև ինքը տեսել էր մոտոցիկլետներով այդպես շատ համով բաներ են տանում բերում, իրան շատ դուր էր գալիս մոտոցիկլետ քշելու հանգամանքը։ Մտածում էր երևի ինքն է կուտի։ Այո։ Ну ուտելը չգիտեմ, բայց ինքը իրան պատկերացնում էր այդ դերում, հա, գուցե։ Ու միևնույն ժամանակ մամայի հետ գնում էր իհարկե իրանց գիտական լաբորատորիան, տեսնում էր այնտեղի այդ աժոտաժը, այդ էլ էր իրան շատ գրավում։ Ինքը իմ գործի տեղը չի կարող գալ ու հետևաբար լրագրության մասին կարծում եմ այդքան շատ բան չգիտի, չնայած ինքս այդպես նաև նկարում մոնտաժում եմ, երբեմն չեմ հասցնում աշխատավայրում այդ աշխատանքը անել ու ստիպված եմ դա անել տանը իր ներկայությամբ ու ինքը շատ հավանում է նաև տենց նկարել, մոնտաժել ու մնացածը բլոգինգով է սկսել շատ հետաքրքրվել, թեպետ իրենց դպրոցում դա ոնց հասկանում եմ նաև կարևոր պայման է, որտեղ մեր ժամանակ երբ որ մեզ տալիս էին ամառային արձակուրդների տատիկի տանը շարադրություն, հիմա արդեն վիդեոբլոգով են նրանք դրա մասին պատմում, չեն գրում, իրենք նստում են, պատմում են, գնում են նկարում են, այդպես է։ Էջում տեսել եմ ու այնտեղ նաև ինքը տեքստը պետք է գրի, դա նորմալ է վերաբերում դրան, հա։ Ինձ ահավոր
դուր է գալիս այն կրթական մոտեցումը, որը կա իմ երեխու դպրոցում։ Շատերը ասում են, ոյ, ոնց կլինի այդպես, բան, այս կողմ այն կողմ, բայց գիտես, ես հիմա իմ վրա եմ վերցնում։ Ես գրել եմ շարադրություններ ձեռքով, գեղեցիկ ձեռագրով, երբեմն շատ հաճախ ձեռքերից մատներիս եմ ստացել վատ գրելու, ջնջում անելու համար։ Հիմա իմ երեխան այդ ամեն ինչ անում է լապթոփով։ Բայց ես հիմա այլևս վաղուց գրիչով ոչինչ չեմ գրում ու ես պատկերացնում եմ, երբ որ ինքը մեծանա, ինչ տեխնոլոգիաներ են լինելու։ Ինչքան արագ են լինելու։ Հիմա եթե այդ երեխան չտիրապետի նորագույն տեխնոլոգիաներին, վաղը ոչինչ չի հասցնելու անի։ Ոնց որ ես հիմա սենց քրքաշ գնում եմ, որ շատ հետ չընկնեմ այս տենց ջահելական վիճակներից, նոր տեխնոլոգիաներից, որոնք գործը իսկապես ահա որ հեշտացնում են մրցունակությունը պիտի չկորցնես, ուզած չուզած։ Ումա ինչ ես այս երեխուն ասեմ, չէ, դու պիտի շարունակես շարադրությունը գրել, որովհետև չգիտեմ ինչ, չէ։ Հիմա չեմ պատկերացնում ապագայում ինչա լինելու, բայց դժվար էլի նորից գնամ պապիրոսի վրա գրելու։ Դրա համար իրանք պիտի մաքսիմում իմանան նոր տեխնոլոգիաներ ու իմ համար շատ կայֆ է, երբ որ իմ երեխան շատ հանգիստ թայփ անում լապթոփով, շատ արագ բավական, որտեվ ես իմ առաջին հարաբերությունները լապթոփի եղել են, չգիտեմ, երևի 7-րդ դասարանում հերթական գովասանագիրը ստանալուց տենց պապան բերեց տվեց, աշխարհով մեկ է եղել, բայց դրանից հետո այդ համակարգիչը իմ համար մի հատ մենակ GTA խաղալու համար էր, էլի։ Դե այն ժամանակ չենք էլ օգտագործում աշխատանքային իմաստով իրեն։ Իհարկե չենք օգտագործում, բայց պարզա չէ, որ ապագայում դա կյանքի անբաժան ավելի հիմա արդեն, բայց ապագայում ավելի ու ինչքան իմ երեխան նոր տեխնոլոգիաներին տիրապետի, հասկանա դրանցից ոնց անվտանգ օգտվել, այնքան ավելի լավ։ Օրինակ դու նոր հետաքրքիր միտք ասացիր, որ փորձում եմ հետ չընկնել, օրինակ այդ վախը ունես, որ արդեն մեծ ես, արդեն հա, ծերացման վախը մոտդ առաջացել։ Ախր դա ծերացման, չգիտեմ ինչքան է ծերացման, որովհետև ինձ թվում էր, որ 30 հիմա ինչքան եմ 33 ինձ թվում էր, որ 33-ը բավական մեծ է, բայց երբ որ լինում է դու չես զգում այդ տարիքը որպես այդպիսին, միայն բացառապես այն ժամանակ, երբ որ շփվում ես թեկուզ եւ մի 3 տարի փոքրերի հետ, հասկանում ես, էլի ինչքան փոփոխություն է շատ։ Այո, ինչ որ իմաստով վախենում եմ, որովհետև երբ որ տղես գալիս է տուն ու շատ sense հավեսով ասում է 6-7, ես չգիտեմ այդ ինչի մասին է ասում, բայց իրան դզում է դա։ Ինքը փորձում է ինձ բացատրի թե դա ինչ է նշանակում, ինչեւ իմի չեմ հասկանում թե դա ինչ է նշանակում։ Այսինքն այդ երկու արտահայտությունը։ Օրինակ։ Հա, օքեյ։ Լիքը բաներ, բայց նաև դա, ես չգիտեմ այդ որտեղից է, ինչ որ մուլտիկա թե ինչ է, չգիտեմ։ Հիմա երեխեքին որ հարցնես կիմանան, ենթադրում եմ։ Վստահաբար տանը չի լսել, որովհետև մենք դա նախ հեռուստացույց չունենք, որտեղ մեզ դա պետք չի։ Երկրորդ մենք խիստ վերահսկում ենք այն ամեն ինչը, ինչ որ ինքը տանը նայում է։ Եթե մուլտ անայում ենք տանը իր այդ մուլտ անպայման կամ ես կամ կինս նայում ենք մինչև վերջ, եթե խաղ է նայում, առնվազն մենք շատ այսպես իր հետ բան ենք անում, որ հասկանանք այդ խաղը ինչ խաղ է ի վերջո, ու ինքը գալիս է դրսից բերելով հավելյալ ինֆորմացիա մեր համար, որտեղ մենք մեզ զգում ենք քարե դարից ինչ որ մարդիկ։ Իհարկե շատ դժվար է այդ սերունդների միջև տարբերությունը, որտեվ հասկանում ես, եթե դու ուզում ես երեխուդ համար օգտակար լինել, նաև դրանցից մի քիչ պիտի տեղյակ լինես։ Հա, իհարկե, այդ միանշանակ ու մինչև հիմա ինձ չեմ կարծես տիպեմ հասկանում եմ 6-7-ի վերջո ինչ է։ Այսօր գնա քեզ առաջադրանք, այսօր գնա ChatGPT-ով։ ChatGPT-ին չգիտեմ, բայց ինձ թվում է կոմենտներում հեսա կգրեն։ Այ դու չգիտես այդ 6-7-ը ինչ է։ Վերջերս իդե պարզվեց ուրեմն մի պաղպաղակի վրա տեսա մի էակի կերպարի, որը խոզեր, պարզվեց ոչ թե դա վատ մարքեթինգային արշավ էր, այլ երեխաների սիրված կերպար, որը ես չգիտեի ու շատ ծիծաղելի էր։ Դա story արեցի ու հետո բոլոր մամաները ինձ պատասխանեցին, որ այ երեխա կունենաս կիմանաս։ Գրիգ, շատ հետաքրքիր է այս ամեն ինչը, որ պատմում ես որպես հայր եւ որպես Հայաստանում առաջին պապա բլոգեր։ Հիմա ես տեսնում եմ, որ շատերը սկսել են հայրիկներ վարել ու ցույց տալ իրենց ծնողավարությունը։ Այստեղ քո ներդրումը զգում ես, որ դու ինչ որ իմաստով մտածելակերպ ես փոխել գոնե հայ հասարակության մեջ։ Հուսով եմ,
Բայց չեմ կարծում, որ ես իմ ինչ բան մեսիական գործ եմ արել այդ Ըստ ամեն քեզ ինչով։ ինչի են շատացել։ Դե երբ որ 1-2 տեսնում են, որ դա նորմալիզացնում ես դա, իրանց մոտ վախեր չեն արել, այսինքն միշտ դժվար է լինել մեկը։ Բայց երբ որ 2 հատ կա, այլևս նորմալ է, որ դու այդ 2 հատից մեկն ես, ոչ թե միակը։ Երբ որ ես այն ժամանակ սկսում էի այդ պապա բլոգինգը անելը, ասենց նույնիսկ եթե իմ նման իրենց տներում լիքը տղերք կային, վստահ եմ կային, որտեվ նույնիսկ 90-ականներից են այդպիսինները եղել, գուցե քիչ ընտանիքներում, բայց վստահաբար եղել են։ Վերջին շրջանում շատ ավելի շատ ընտանիքներ։ Ես իմ շրջապատում կան լիքը պապաներ, ովքեր ինձանից ավելի լավ ծնողավարության մասին տեղեկություններ ունեն, ավելի շատ ներգրավվածություն ունեն, բայց իրանք երբեք դա չեն հանրայնացնում։ Ու հասկանում ես, իմ համար խնդիրը այն էր, որ օրինակ չենք հանրայնացնում, լավ, նստենք չհանրայնացնենք դրա մասին, որտեվ ես չգիտեի, որ դրա մասին չեն խոսում։ Ես Instagram-ում երբեք չէի մտել, ու երբ որ մտա, չգիտեի, իմ համար Instagram-ը ֆոտո դնելու տեղ էր։ Վերջ։ Նույնիսկ երբ որ դա խոսքը 2020 թվականի մասին էր, երբ որ ես առաջին անգամ բացեցի Instagram-ը, մինչև այդ իմ համար միայն ֆոտոյի տեղեր ու թիթիզ աղջիկների։ Երբ որ մտա, պարզվեց այնտեղ մի եկա ինդուստրիա է աշխատում։ Այնտեղ կան թեմատիկ բլոգներ, տարբեր թեմաներով։ Երբ որ տեսա կան լիքը մամա բլոգերներ, կարելի է մամայության մասին տենց ինչ որ խոսել, Պապայության մասին։ Ու երբ որ հասկացա, որ Հայաստանում չկան պապայության մասին բլոգներ այդպես, իմ համար դա մի քիչ տենց բան էր, էլի։ Ասում եմ, լավ, օքեյ։ Հասկանում ես, իմ միջավայրում նորմալ է դա։ Ես պատկերացրեցի ինչ որ մի հատ միջավայր, 16 տարեկան աղջիկ կամ տղա, որը տեսնում է միայն կարծրատիպային կերպարներ, ու ինքը ինչ պիտի անի։ Ինքը պիտի ընտրի, ասի նույնիսկ երբ որ գնան իրանց տանը ուզելու, ասեն դե բանա, դե սաղ են տենց։ Բացի դրանից, ու հիմա պետք է ցույց տաս, որ սաղը տենց չեն, եղբայր։ Ու բացի դրանից, այս վերջերս ինչ որ այլ տենդենց է տարածվում, որ հակառակը տղամարդու դերը ավելի նվազեցնող, ինչ որ այսպիսի մի ռոլիկների շարք կար, ռիլերի շարք կար, որ դա շատ է ազդում տղաների ենթագիտակցության վրա, որ իրենց ընտանիքում կամ ավելի վատը դառնան, այսինքն նկատի ունեմ իրենց կնոջը նեղություն տան, նեղեն ֆիզիկապես եւ հոգեպես, ճնշեն այդ իմաստով, կամ հակառակը ապրեն միայն մայրիկի կարծիքով եւ այլն, հա, այստեղ ինչ ես տեսնում, մեր հայկական բովանդակությունը գոնե ուսումնասիրել ես, այս ինչ պրոպագանդա է ավելի շատ տարվում։ Անկեղծ ասած, վերջին շրջանում այդքան ակտիվ չեմ։ Հա, չես հետևում։ Այդքան շատ չեմ նայում, զուտ զբաղվածությունը այնքան շատ է, որ իսկապես չեմ հասցնում ու նաեւ դրա պատճառով որոշակիորեն փոխեցի բլոգի ուղղվածությունը։ Հա, հիմա նաեւ դրանից կխոսենք, ինչ շատ հետաքրքիր է։ Անկեղծ եմ ասում, չեմ հետևել այդ ամեն ինչին։ Իմ խնդիրը այսպես ոչ թե ի սկզբանե, որտեվ ի սկզբանե ընդհանրապես տենց նպատակ չունեի, բայց հետո ձևավորվեց տենց կոնկրետ խնդիր ու նույնիսկ երբ որ տենց ինչ որ վատ կոմենտներ էին գրում, իմ համար դա հավելյալ ստիմուլ էր շարունակելու ավելի շատ կոնտենտ անելու, ինչևէ, իմ խնդիրը հետո արդեն այսպես ձևակերպեցի ցույց տալ, որ սենսն էլ կա, ախպեր դու ընտրի։ Ուզում ես սենս, նորմալ է, երկուսն էլ նորմալ է, իմ համար երկուսն էլ նորմալ է։ Եթե դու այսինքն եթե դու չիմանալով ընտրում ես այն մեկը, որտեվ ստիպված ես դա ընտրել, այդ վատ է։ Բայց երբ որ դու գիտես, որ կա երկու, ես ասում եմ երկու, դուք հասկացեք միլիոն, հա? Ես մի քիչ ծայրականացնում եմ, բևեռացնում, ես մի քիչ ընդհանրականացնում ես ավելի շատ։ Բևեռացնում եմ, բայց զուտ այդ դիզոնանսը ցույց տալու համար, հա։ Կա առնվազն երկու տարբերակ, լինել ներգրաված ու լինել փողբերող բանկոմատ։ Ընտրի ախպեր, որն է քեզ ավելի հարմար։ Եթե դու գիտակցված ընտրում ես այն մեկը, Կարա ներգրաված բանկոմատ։ Ներգրաված բանկոմատ։ Էդ էլ ընտրություն։ Եթե դու գիտակցված ես դա ընտրում, դա հրաշալի է։
որևէ մեկը քեզ դրա համար բան չի ասի։ Իմ խնդիրն էր ցույց տալ այն երկրորդ կողմը, ու հիմա հրաշալի է, որ շատ կան Հայաստանում պապաներ, տղերք, ովքեր դրա մասին ավելի շատ են խոսում։ Ու ընտրությունը իսկապես կա, որտեվ մեկը նույն մոդելը չեն կարա անեն, հա, որտեվ ինչի համար են դառնում ինֆլուենսերներ, հա, ինֆլուենսեր։ Նայում են, որ փորձեն նմանվեն։ Ուզենք, չուզենք, ես չի ուզի ինչ որ մեկին տենց ասել, ես լավն եմ, արի ինձ նմանվի։ Ասում եմ, չէ, ես այսպիսին եմ, կուզես, կարող ես։ Շատ Ու հիմա հավեսա, որ լիքը պապաներ տարբեր օրինակներ են ցույց տալիս ու այդ մեդիայում հայտնվում են ուրիշ կերպարներ, քան միայն գողական սերիալները կարային լինեին, էլի։ Պրոպագանդելը, հա, իմ մի քիչ առաջվա ասածս օրինակը հենց այդ սերիալային պրոպագանդիզմի մասին էր խոսքը, բայց ուզում եմ մի քիչ ուրիշ թեմայից խոսանք։ Նախ դու պատմեցիր, որ 2020-ին մտար Instagram, ես ուզում եմ հիշենք նաև քո մասնագիտությունը, մի քիչ ծանր թեմայից եմ ուզում հիշենք, 2020-ի պատերազմը։ Հենց այդ է պատճառը։ Մի անգամից եթե դրան ես գնում, պատերազմն էր պատճառը, որ սկսեցի այնտեղ, որտեվ այնքան ճնշված է, ինձ փախնելու տեղ էր պետք։ Ես միայն Facebook-ի տեղը գիտեի, ես 2020 թվականին Facebook-ը այդ վատագույն տեղն էր, որտեղ դու կարող էիր լինել, ուզած չուզած այլևս քո այսպես մեջն է սոցցանցային այդ scroll-ը, ու տենց ուզեցի ես լինել այդ վարդագույն ակնոցներ, որտեղ իմ պատկերացումները այդ վարդագույն ակնոցներ էլի, վայ Instagram-ն համովիկ ուտելիքներ են, սիրունիկ աղջիկներ են, չգիտեմ, թերթեմ անջատվեմ։ Էդի փախուստ էր զուտներ, հետո արդեն հասկացա, թե ինչ բաներ կան Instagram-ներում։ Եվ ինչ կարելի է անել Instagram-ում։ Եվ ինչեր կարելի է անել ու հասնել Instagram-ներում ինչերի։ Գիտես, բայց ուրիշ բան էի ուզում հիշեինք, 2020-ին, երբ որ պատերազմը սկսվեց ու հիմնականում տղա լրագրողներին էին խմբագրություններն ուղարկում, մենք կադրեր ստացանք ու կադրի հետևում մի ձայն էր, որը ես միանգամից ճանաչեցի, դու էիր, երբ որ արկա ընկել էր ու մի տատիկ իր խանութն էր արագ-արագ ավլում։ Կուզեմ այդ օրերի, չասեմ վախերի, բայց արի ապրումներից խոսենք, որտեվ կուզեմ ասես նախ մասնագիտորեն դա որքան է ազդել քո վրա եւ մարդկայինորեն այդ օրերին Արցախում լինելը։ Այն ծանր է իսկականից, որտեվ հա, ու այդ նա ես գնում եմ ինձ ուղարկեցին այնտեղ։ Ես շատ ուզում էի գնալ այնտեղ, իսկապես ուզում էի, որտեվ sense իմ պարտքն էի համարում, ես անկեղծ ասած առողջական խնդիրների պատճառով ժամանակին բանակում չեմ ծառայել ու հետեւաբար այդ մարտական գործողություններին որպես զինվոր առնվազն այնպեսին ինչպեսին պատկերացնում են կռվող զինվոր չէի կարող լինել ու չգիտեմ, sense սրտից ուզում էի լինել գոնե այնտեղ որպես լրագրող։ Բայց երբ որ գնացի հասա այնտեղ, հասկացա, որ ես չգիտեմ, ախպեր, ես ուր եմ եկել, ես գիտեմ ես ինչա, որ ասում ես մասնագիտորեն, ինձ պատրաստել էին, որ ես ռազմական լրագրող լինեի։ Լավ, ես գնաց Հայաստանում ոչ մեկը պատրաստված չէր, ոչ միայն այդ ասենք պատերազմով երկրում ռազմական լրագրող չեն պատրաստում։ Ես հիշում եմ, թե մենք ինչ ռազմական լրագրություն էինք անցնում համալսարանում ու ասենք խնդրում եմ, էլի։ Մենք չգիտեինք կասկան սենց են դնում, թե սենց են դնում, թե սենց են դնում։ Երբ որ այնտեղ եմ, այնց չի որ այդ պահին ցավոտ է այս լսելը։ Այդ պահին ես այնտեղ եմ, կողքերս գմփում, հասկանում ես, չեմ գիտակցում, որ ես տանը ունեմ 1 տարեկան երեխա, ու ես կարող եմ իրանել չտենամ։ Ես այդ պահին հետո եմ արդեն այդ ամեն ինչի մասին մի քիչ խորացել։ Ես այնտեղ այո, հիմի կադրերը այդ որ լինեն, գուցե շատերը չունեն այդ կադրերը, որոնք պրոստը ես հայտնվել եմ այդ վիճակում ու ունեցել եմ այդ կադրերը։ Բայց հիմա որ նայում եմ, դաժե սարսափում եմ, էլի, այդ մասնագիտորեն որ ասում ես Արցախում լինելը, ընդ ռոմանտիզմով էի ես այնտեղ լինում, ոչ թե մասնագիտորեն հասկանալով։ Ինձ թվում է անջատվել է այդտեղ ու այդ մարդ ու լրագրող լինելը այդտեղ շրջապատումս ամեն ինչ գմփում է, Ստեփանակերտում կանգնած շրջապատումս ամեն ինչ գմփում է։ Մենք
մի երևի 200 մետր կանգնած ենք, այդ որ ասում ես տատիկը մաքրում է, մի հատ հիշել եմ դա։ Կանգնում ենք, սկսում է օդային տագնապը, մեքենան կանգնում է, հետո ֆոտոգրաֆը հետևից ասում է, չէ, լավ, այստեղ մի կանգնի, մի քիչ առաջ կանգնի։ Սենց դիքա էլի, իջնում ենք ու 4 կողմը սկսում է գմփալ, ու երբ որ հետո արդեն ուզում ենք հետ գնանք ապաստարան, այնտեղ որտեղ որ մենք գիտեինք, որտեղ պիտի լինենք, հետ գնանք, այդ ճանապարհը էլ չկա։ Ու ես պետք է ասենք հիմա այդ ժամանակ էլ էլի տենց դե հիմա չկա, ուրիշ ճամփով կգնանք, այն ժամանակ այդպես էի մտածում, շարունակենք գնալ այն մյուս մարտական կողմերը, տեսնենք այնտեղ ինչ կա, ինչ որ բան արխիվացնենք, գուցե հետո դա պետք գա մարդկանց համար, ինչ որ հարցեր լուծելու համար։ Բայց հիմա ասում եմ, բա որ ախպեր, ես այդ 200 մետրը չիջնեինք, ասենք ֆոտոգրաֆը չասեր 200 մետր ներքև կանգնի, ինքը ավելի փորձառու էր այդ իմաստով, ասենք բայց ինքը կարար մեր հետ չլներ։ Ու ես ու իմ օպերատորը կարանք էլ չլինեինք։ Հիմա որ ես տենց մտածում եմ, տենց մի քիչ բան է էլի։ Ուզում եմ ասեմ, մենբախտ որ ես տենց այդ վիդեոն որ դու տեսել ես, այդքան էլ մասնագիտ, չգիտեմ, դա մասնագիտականներ թե չէ, բայց շատ հիմա որ մտածում եմ, շատ տխուր է։ Պիտի պատրաստ լինել ամեն ինչին միշտ։ Ու երբ որ ինչ-որ մի բան ես անում, պետքա ռոմանտիզմով չանես, էլի։ Պետքա մտածված անես։ Ասում կարայր լիքը պատկերներ, բաներ, ոբշի էլի, այդ գաղտնիքներ կարայր մատներ, որ նույնիսկ դրա մասին չիմանալով, էլի։ Եթե գնում ես ու մի բան անում ես, դու պիտի դրա համար իսկապես պատրաստված լինես։ Չնայած հիմա դնում ես 90-ականներին էլ լիքը մարդիկ այնտեղ են եղել, էլի պատրաստված, դժվար պատրաստված լինեն, գուցե այդպես էր պետք։ Հիմա կային ինչ կա։ Այո։ Ինչ փոխեց պատերազմը քո մեջ հիմա, որ հիշում ես։ Ռոմանտիզմը մի քիչ երևի կոտրվեց, էլի, այլևս հասկանում բոլորիս կյանքը տենց պատերազմից առաջ, պատերազմից հետո է։ Երբ որ ես հետո արդեն որպես լրագրող, նաև ստիպված ինչ որ իմաստով լինում է, չնայած երևի այն ապրիլյանի ժամանակ 16-ի ժամանակ ավելի շատ է այդ հոգեհանգիստներին գնում զինվորների հետ, այդ ժամանակ էլ որ հիշում եմ, հետո 20-ից հետո իհարկե չեմ գնացել եմ իմ հարազատ մարդկանց չեմ կարա էլի սենց բացատրեմ, թե ինչն է փոխել պատերազմի մեջ, բայց հաստատ այն ռոմանտիկ մարդը չեմ, որը մինչև 2020-ներ։ Այնքան հետաքրքիր Այնքան հուսախաբություն, առաջին բանը, որը կա իմ համար 20-ից, հուսախաբ լինելու անբեկանելի, սենց ճակատին խփած, որ դու վсё, հուսախաբված ես, դու ունեիր մոդելներ, դու ունեիր պատկերացումներ, դու ունեիր պատմություններ քո գլխում, իդեալներ, որը իրական կյանքում այդպես չէր։ Ու այդ տենց փշրվելը այդ պատկերացումների քո գլխում սարքած, կերտած, անխուսափելիորեն քեզ էլ փոխում էլի։ Չեմ կարա սենց բացատրեմ, օй, ես պատերազմից առաջ էսպիսին է եւ հիմա էսպիսին եմ։ Ուրիշ է, կյանքը ուրիշ է։ Ուրիշ է։ Այնքան հետաքրքիր է այս զրույցները, որ սկսել եմ, գրեթե բոլոր հյուրերիս զրույցներում այսպես կարմիր թելով 2020 թվականը անցնում է, որովհետև ինչ որ մի պահից բոլորը ասում են, որ իրենց կյանքը փոխվեց, մեծ մասամբ չեմ ասի բոլոր հյուրերը, բայց մեծ մասամբ բոլորը այդ հիշում են ու իրոք երևի բոլորիս կյանքը մինչև 2020-ը եւ 2020-ից հետոներ։ Հիմա գիտես, այ շատ իրատեսական, հա, ասեմ, ինչը իմ համար տենց մի քիչ ուրիշ է, ես հիմա ավելի շատ եմ ուզում ապրել։ Տարօրինակ է, բայց հիմա ինձ թվում է նաև պիտի այդ նպատակը լինի, ոչ թե հայրենիքի համար մեռնել, այլ հայրենիքի համար ապրել։ Ես ամեն օրս փորձում եմ այնպես անեմ, որ իմ միջավայրում ունենամ ինչ-որ փոքրիկ ներդրում։ Չգիտեմ, թուղթը չգցեմ գետնին, որտեվ այդ հողը, որի համար մարդիկ պատերազմում են։ Ես բարձրանում եմ ավտոբուս, ես
պարտաճանաչ քաղաքացու նման ուզում եմ վճարեմ։ Երբ որ առաջին վալիդատորի մոտ դռում է, հասկանում եմ, որ իմ քարտից չի, իմ քարտի վրա փող կա, գուցե կապնա, ես ինձ ճղղելով հասնում եմ երկրորդ վալիդատորին ու այնտեղ անցնում է։ Չգիտեմ, ես փորձում եմ իմ դիմացի մարդուն ավել պակաս բան չասեմ, որտեվ մարդիկ էլ են երկիրը, էլի այդ երկիրը մենակ հողի մասին չի խոսք։ Դե բարությունը փորձում եմ ապրել ու իսկապես չգիտեմ ծառ տնկեմ ես հողում, խնամեմ, լավ լինի, գնամ տեսակավորեմ, աղբը խնդալու է հնչում, ես հիշում եմ այն քո ուղարկած ռիլը, երբ որ այդ Իրանի պատերազմներ սկսել, իսկ ես խոսում եմ աղբի տեսակավոր։ Չգիտեմ, դե հիմա այդ եմ կարում անեմ։ Ես ուզում եմ իմ միջավայրը լավը լինի, ես ուզում եմ իմ միջավայրը կանաչ լինի, ես ուզում եմ թույներ չլցնեմ այս երկրի վրա, այս երկրի, որը իսկապես այս երկրի համար մարդիկ արյուն են թափում, թափել լիքը շատ։ Կարամ դա անեմ հիմա դա եմ անում։ Ուրիշ բան չեմ կարող անեմ։ Ինձ թվում է օրինակելի եւ երազանքի քաղաքացի ես դու այս երկրի համար եւ Դե եթե չգիտեմ, բոլորը ինչքան այդպես ավ մտածեին, չէ, հավատա, եթե բոլորը այդպես մտածեին, կարծում եմ շատ բան մեր կյանքում այսպեսին չէր լինի, ինչ այսօր ունենք։ Հասկանում ես, իմ համար երբեք նշաձող չի, բա ինքն էլ է տենց անում։ Սիգարետի բիչոկը գցեց, այստեղ լիքը սիգարետի բիչոկ են, չի դու էլ չես գցում։ Չի ախպեր, ես չեմ կարող գցեմ։ Ամբողջ օրը ես ու կնիկս իրար հետ դրա վրա իրար խփում ենք։ Երբ որ ես վատ եմ անում, ծխում եմ, երբ որ չկա այդ աղբամանը, դրանք հայտնվում են իմ հետևի գրպանում։ Երբեմն ես մոռանում եմ հանեմ դրանք ու դրանք հայտնում են տանը։ Կինս ահա որ չի սիրում ծխել, ծխի օրը զզվում է։ Ոնց եմ հասկանում։ Հետևաբար այդ պահին նաև ինձանից է զզվում։ Ու երբ որ ես այդ հոտով, բուրումնավետ շալվարով հայտնվում եմ տանը, չգիտեմ, շատ արագ ինքը հայտնվում է լվալու համար, բայց միևնույն է։ Ապրումակցում եմ հենց իմ ամանանին։ Նկատի ունեմ, ախպեր ավելի լավ է ես ամեն օր կռվեմ իմ կնոջ հետ, այդ սիգարետի բիչոկը չգցեմ գետնին, գցեմ դնեմ իմ գրպանում մինչև հասնեմ համապատասխան վայր գցեմ, քան թե գցեմ, հա հետո ինչ որ մեր բոլոր խնդիրները նրանն են, բոլորն են այդպես անում, բոլորն են պետությունից գողանում, ինչի ես էլ չգողամ։ Ախպեր չէ, ինչի պիտի գողանաս։ Բոլորն են ծառ կտրում, ինչի ես պիտի ծառ չկտրեմ։ Դու էլ կտրի էլի։ Չէ, պիտի չկտրենք։ Այո, որ ամեն մեկս ասենք չէ, ես դա պիտի չանեմ, թեկուզ որ բոլորն են անում։ Շատերը ասում են հա լավ դեբիլ։ Հիմա լիքն էլ ընդեղ հա դեբիլ, սաղ անում են, դու էլ արանիր էլի, մի 2 կոպեկ ավել փող կունենայիր։ Ախպեր, չեմ ուզում։ Ես կգնամ 7 տեղ կաշխատեմ, կունենամ այնքան փող, ինչքան ինձ բավարարում է համերգի Վերոնշյալ համերգի 3 զրոներով։ Всё այդ ինձ հերիք է, հասկանում ես, ասենք ես ամեն անգամ գնում, ասենք աղբ ենք լցնում, տանում ենք, թափում ենք աղբամանի մեջ։ Գնում եմ աղբամանի մեջը նայում եմ, այսքան մեծ գարդոնից արկղեր։ 2 հատ դնում են այդ արկղերից։ Всё, լցվեց այդ աղբամանը, 4-րդ արդեն լցվում է կողքերը։ Ես ուզում եմ հասկանամ ինչով է մտածում այդ Դե նայ դա 2 ստեկ է, պետք է ճիշտ ժամանակին էլ հավաքվի։ Կարելի է մի հատիկ sense թեթև շարժումով դարձնել այսքան փոքրիկ աղբ ու տանել տեղավորել այնտեղ, որի վրա կլցվեն մյուս աղբը, մինչև այդ աղբատարը կգա կտանի։ Հասկանալի է, որ աղբատարը 24 ժամվա մեջ 24 անգամ չի գնալու այդ ուղղությամբ գա։ Ուրեմն պետք է, չէ՞, շիշ։ Աղբերը շիշը մի հատ սխմեք, նոր թափեք։ Ես անում եմ քո լավատեսությամբ, լուրջ եմ ասում։ Ես դա եմ կարողանում անել։ Ես ուրիշ բան հիմա չգիտեմ, օй, գնանք ինչերից խոսենք, հայրենասիրությունից խոսենք, տենց ճառասենք։ Ախպեր, էդ է հայրենասիրություն։ Իմ համար դա է հայրենասիրությունը։ Երբ որ դու միայն քո մասին չես մտածում։ Լավ, ես տարա իմ զիբիլը գցեցի այդ աղբամանի մեջ, իմ գցած զիբիլը չընկավ կողքը։ Համայնքային Բայց մտածելակերպ չես թողնում չունենք։ մյուսի զիբիլի համար։ Ու տենց լիքը բաներ։ Ավտոբուսի մեջ մարդիկ հլնում են, կանգնում են այդ անտեր դռների դեմը։ Ախպեր, այն կողմը տեղ կա, մի քիչ առաջացեք։ Կամ նույնիսկ եթե տեղ չկա, այդ դռների մոտը սաղ իրար գրկած են համարյա բանանում կանգնած։
հասկանում եմ, մեջտեղում մել առանձնապես լավ չի, բայց դուք տեսնում եք, որ այնտեղ ինչ է կատարվում, մի քիչ էլ դուք իրար կփացեք մեջտեղում, որ այս մարդիկ էլ կգան ջուկզակները, ես ամեն օր տրանսպորտից եմ օգտվում, իմ դառնն է։ Տրանսպորտային խնդիրներից ենք բարձրաձայնում։ Ջուկզակները, մեծ ջուկզակները մեջքներին կխփեն, կկանգնեն, որի կզբաղեցնի 7 տեղ։ Ախպեր այդ ջուկզակը թանի ձեռքդ պահի, որ մյուսի գլխին չհայտնվի։ Դե բայց նաև գերբեռնվածության խնդիրն է, դա մյուս կողմից։ Կարան միշտ խնդիրներ, կարանք ասենք, այ իրանց պատճառով է խնդիրը։ Իմ ասածն է, որ ես գալիս եմ, ես ինչ կարամ անեմ այս իրավիճակում։ Հա։ Երբ որ ես տեսնում եմ, որ այն հատուկ հաշմանդամների համար նախատեսված տեղեր, ու մեկ էլ կգան սենց կնստեն այնտեղ, որոնք որ կարիքը չունեն։ Եղբայր, դու տեսնում ես այդ ավտոբուսում այլևս տեղ չկա։ Բարթա այդ ուրիշներին չեմ ասում հելեք կանգնեք, էլի, էդի ծալեք, դուք էլ կանգնեք։ Առնվազն եւս 4 մարդ առավոտյան չի ուշանա աշխատանքից։ Դու նկարագրում ես մի իրավիճակ, որի մասին երկար կարող ենք բանավիճել, բայց ինձ թվում է այստեղ երկու ստեկ է խնդիրը։ Համաձայն եմ կան խնդիրներ։ Ես միշտ լինում եմ այն Դու մարդու քաղաքացու տեսանկյունից ես գալիս։ Իսկ այ խոսենք նաև նրանից, որ բլոգի ուղղվածությունը փոխեցիր։ Ճիշտ է։ Պապա բլոգը արդեն գրիկ ուստա պապայա։ Ինչի որոշեցիր այդպես փոխել։ Վախեցա։ Ինչից վախեցար։ Տես, ես չեմ կարում կիսատ լինեմ։ Երբ որ ես խոսում եմ պապայությունից, ես չեմ կարող խոսամ պապայությունից, ես պետք է խոսամ իմ օրինակից, իմ երեխու օրինակից։ Եկավ մի պահ, երբ որ հասկացա, որ դա չիրիշ չուրա։ Ես խոսում եմ նենց բաների մասին, որ ուղիղ թիրախավորում եմ իմ երեխուն։ Ու ես դիրքավորվում եմ արդեն այդ թիրախավորումը։ Դե արեգը գուցե չզգար, բայց ես պարզա չէ, ասենք, չգիտեմ, դիք բաներ է, ինքը այս ինչը սիրում է, այն ինչը չի սիրում, այս ինչ տեղը գնում է, այն ինչ տեղը չի գնում, չեմ ասում հենց դրանց մասին էր իմ բլոգը, բայց այսպես թե այնպես ինչ որ կերպ դրա հետ առնչություններ ուներ։ Ու սենց ափսեի վրա խնդրեմ ուտեղից առաջացան վախերը, ասացի ստոպ, ես պետքա տենց մի քիչ ֆիլտրեմ։ Հետո երբ որ սկսեցի ֆիլտրել ինչը կարելի է դնել, ինչը չի կարելի դնել, հասկացա, որ ես տեղ արդեն գնում եմ կեղծում եմ։ Դրա համար ասացի ինչ անում եմ տունը վերանորոգելու համար եւ հիմա որովհետեւ այդ վերանորոգման, չգիտեմ, երեխու հետ ինչ որ բան սարքելու բաները sense tenants միշտ եղել են, էլի, որ որոշեցի, որ դրանք թողնեմ ու որոշեմ վերամշակում ինչ որ բաներ, փայտից ինչ որ բան եմ սարքում, պատս եմ ներկում, կայֆ է ինձ։ Դեն հոկեբանի սենյակում չեմ գնում։ Չգիտեմ, երկու հատ մեխ եմ կտրում։ Իմ համար այդ մեդիտացիա է։ Ես սիրում եմ դա, ես այդ ուղղությամբ անկեղծ եմ, կարող եմ մաքսիմալ անկեղծանալ նաև լսարանի հետ։ Համեմեմ նաև տարբեր թեմաների մասին իմ կարծիքով, տեսակետով, անհանգստացնող խնդիրների մասին բարձրաձայնելով, այդ տեղը թույլ է տալիս ինձ տենց անել ու առանձնապես ոչ կնոջս, ոչ երեխուս էլ թիրախ չդարձնել, ասացի լավ, հələ մի քիչ սա անեմ։ Նենց չի հիմա տենց անում եմ նենց ոնց որ կուզեի, որտեվ ինձ դուր է եկել արդեն այդ Instagram-յան բլոգինգը, այլևս դուր է եկել։ Նաև այն մնացած գործերին, որ անում եմ դրան զուգահեռ, էդ էլ է դուրս գալիս ու որոշեցի չփակել, բայց մի հատ մի քիչ նեղացնել անկյունը, ոչ թե մի քիչ լայն վերցնել, նեղացնել անկյունը, այդ ձևով ներկայանալ, բայց այդ ձևով լինել անկեղծ։ Հետաքրքիր էր։ Հա, իրականում շատ հետաքրքիր ֆորմատ է։ Վայելում եմ, գիտես, իմ համար Ես հիանում եմ ոնց ես դու ժամանակ գտնում այդքանը մոնտաժելու համար։ Հա, լիքը մարդիկ ասում են պարապ, էս Երանի քո հավեսին, դե պարապության մասին չի, բայց ինձ հավես է։ Այն ինչ որ սիրում ես անել, միշտ դրա համար ժամանակ գտնում ես։ Իհարկե, որպես ծնող կուզենամ, որ մեզ հետևողներին սերիալ խորհուրդ տաս, որովհետև շատ հաճախ մեր վախերը սերիալներում եւ ֆիլմերում են արտացոլվում, ու քանի որ հիմա կինոինդուստրիան ավելի կենտրոնանում է սերիալների վրա, հիշիր այն սերիալը, որը խորհուրդ կտաս դիտեն ծնողները։
Ես այնքան վատ խորհրդատու եմ թե սերիալների իմաստով, ասեմ ինչի, որտեվ ես երբ որ դնում եմ կապ չունի ինչ թեմայով, սերիալը դրեցի, ես պիտի նայեմ այդ, նույնիսկ եթե ինքը ապուշություն ա։ Դա լավ Ես վախ պիտի մինչև երևի։ վերջ էթամ։ Շատ վախ։ Բայց ասենք այդ Netflix-ի պատանեկությունը 4 մասանոց փոքր մինի սերիալը Շատ ազդեցիկ, եթե չեք դիտել անպայման։ դեռահասության մասին շատ նորմալ է ու լավ է, եթե նայեն ու նաև այդ տեսանկյունից հասկանան, որտեվ իսկապես մեզ կարա թվա, թե մենք ունենք ամեն ինչ շատ լավ, այնինչ իրականում այդ նույն այդ սոցիալական ցանցերի մասին է ի վերջո։ Նաև այդտեղ էլի կախվածությունների ու մնացած այդպես կարող է այդ ֆիլմը դիտելուց հետո իմ վախերը ավելի սաստկացել ու ես որոշել եմ փակել։ Հələ հիշի ժամանակահատվածը, տես։ Հիմա չեմ կարա Բացահայտումներ իրար են հետ կանում մեր կապել։ թողարկման մեջ։ Հիմա չեմ կարա տենց հստակ ասեմ, բայց գուցե նաև դա է տենց ինչ որ Լավ, ես քեզ ուրիշ սերիալ ասեմ, գնա դա նայիր եւ այլ կախվածություններ ձեռք բեր։ Capture-ը անպայման եւ 3 եթերաշրջան ունի։ Ինքը վсё ավարտված է, թե նոր մասեր են լինելու։ Գուցե 4-րդը նկարեն, նկարեն նոր, որովհետեւ չէ, ամփոփիչ է, բոլ ամեն մի եթերաշրջան շատ ամփոփիչ մի թեմայի է անդրադառնում եւ մեր նոր ժամանակների deepfake-երի, արհեստական բանականության, դրանք մեր կյանքի վրա ազդելու մասին են ու քանի որ նաեւ խոսում էինք ժամանակից հետ չմնալուց անպայման այդ քեզ խորհուրդ եմ տալիս։ Այո, չէ, դուք էլ ֆիքսեք, նայեք, շատ տպավորված եմ։ Արի մի հատ թե խաղանք։ Ես քեզ համար հարցեր եմ պատրաստել։ Քանի որ իդեպ Գրիգն է ինձ խորհուրդ տվել, որ մի քիչ հետաքրքիր բաներ մտցնեմ իմ զրույցների մեջ։ Հիմա խաղում ենք քեզ հետ թե։ Խիստ հայր թե ընկեր հայր։ Ընկեր հայր։ Երեխային պաշտպանել աշխարհից թե սովորեցնել պաշտպանվել։ Սովորեցնել պաշտպանվել, բայց քանի դեռ ինքը դա չի կարում պաշտպանել։ Ավելի դժվար է հայր դառնալ թե ամեն օր հայր մնալ։ Իսկ մեր ամբողջ զրույցի ընթացքում րոպեականի մասին խոսում էինք։ Երեխայի հետ խաղալ թե երեխային լսել։ Որն է քեզ մոտ ավելի հաճախ։ Խաղալով լսել։ Խաղալով լսել։ Հա։ Լավ հայր լինելը բնազդ է։ Թե ուզում եմ հասկանամ, թե կատեգորիկա թե տարբերություն չկա, կարող ես քո տարբերակն էլ ասել։ Երկուսն էլ չէ, հա, հաստատ, որտեղ երեխեքի հետ համ պետքա շատ խաղալ, համ պետքա շատ լսել։ Լավ հայր լինելը բնազդ է, թե սովորելու process։ Սովորելա։ Կարող է մամայությունը բնազդ լինի, բայց պապայությունը ինձ թվում է սովորելու է։ Երեխու հետ սովորում ես։ Հետաքրքիր է։ Ավելի կարևոր է երեխային ապահովել, թե ժամանակ տալ։ Երկուսն էլ, հիմա երկուսն էլ շատ կարևոր են։ Բայց երևի երբ որ իրան ժամանակ ես տալիս, ինքը կարա հասկանա ինչ որ մի բա, թե ինչի չես ապահովել, եթե չես ապահովել, բայց մեկը պետք է երկուսն էլ անես։ Հայրիկը տան սուպերհերոսն է, թե սովորական մարդ, որը շատ է սիրում։ Ես կուզեի ասել առաջինը սուպերհերոսը, որտեվ ես միշտ ուզում եմ իր մոտ այդպեսին լինել, բայց հասկանում եմ, որ այդ խնդիրը է, որ դու միշտ այդպես ես դիրքավորում, որտեվ ինքն էլ մտածում է, թե ինքն էլ պիտի այդպեսին լինի, բայց չէ։ Երեխային ասել մի վախեցիր, թե ասել ես էլ եմ վախենում, բայց միասին կհաղթահարենք։ Եթե հոգեբանական ճիշտ դաստիարակության մասն է խոսքը, իհարկե երկրորդ տարբերակի մասն է խոսքը, ես էլ եմ այդպես անում, երբեք չեմ ամաչում իմ չիմանալ, իմ վախերը արեգի մոտ ցույց տալ։ Երբեք չտալ։ Վախերը ցույց տալ։ Չեմ ամաչում իր մոտ ցույց տալ։ Չեմ ամաչում ցույց տալ։ Աղջիկա հայր լինել թե տղայի հայր։ Ես գիտեմ տղայի հայր լինելու ձևը։ Ինչպես արդյոք կարող եմ լինել աղջիկա հայր, չգիտեմ, հուսամ, կիմանամ։ Երեխային ազատություն տալ, թե սահմաններ դնել։ Սահմաններ դնելն էլ է խիստ կարևոր։ Ճիշտ ձևով։ Այնքան կարծիքդ ասացիր, որ ամեն հարցին գիտեմ արդեն ինչպես ես պատասխանելու։ Ենթադրում եմ։ Շատ կարևոր է ցանկացած իրավիճակում երեխուն պետքա մեզ չեն սովորացրել սահմաններ ճիշտ գծել ու դրանից չենք խերվել։ Երեխեքը պիտի իմանան իրանց սահմանները, բայց միևնույն ժամանակ իմանան թե ազատությունն ինչ է ու իրան կանեն տենց իրանց ընտրությունները։ Լավ հայր լինելը անձնական երջանկություն է, թե ամենօրյա պատասխանատվություն։ Իմ համար անձնական
երջանկություն է, որտեվ ես ահա որ սիրում եմ, երբ որ իմ մասին ես լավ վերջում ֆիդբեք եմ տալիս, որտեվ երբեմն ինձ ամեն օր ֆիդբեք եմ տալիս, թե ես որպես պապա ես ինչ բան արել եմ, լավ եմ արել, թե վատ եմ արել, բայց ամեն օրվա գործն է դա անել, որտեվ չես կարա էլի մի օրում լավ հայր լինես, մի օրով լավ հայր չես կարա լինես։ Նու կարաս քեզ խափես, որ գումարային արդյունք է, հա, երևի օրերի գումարային արդյունք։ Ամեն օր պիտի դու դրա համար ջանք թափես։ Ու այդ կարևոր չի հայրս, թե ամուսին ես, թե երեխա ես, թե ինչ որ մեկի եղբայրն ես, այդ ամեն օրվա աշխատանքը է։ Եվ վերջին հարցը, հայրության մեջ ավելի շատ սեր, թե վախ։ Սեր, միանշանակ։ Այսինքն հայր լինելուց ավելի շատ սիրով ես այդ երևույթին վերաբերվում, թե վախերը այնուամենայնիվ ավելի շատ են։ Ես վայելում եմ իմ պապա լինելը, ես սիրում եմ ինձ որպես պապա։ Oh, so cute։ Չէի կարող չասել ես վերջին արձագանքը։ Ես սիրում եմ, հա, ես պապայությունը սիրում եմ, ինձ շատ հավես է։ Ես ասենք հատկապես լինելուց հետո ասում եմ ոնց կարելի է չլինել։ Իհարկե հասկանում եմ նրանք ովքեր չեն ուզում ու որոշում են չլինել, օքեյ։ Բայց ես ինձ թվում է չէի կարա չլինել։ Ինձ թվում է այն տղամարդիկ, որոնք կնայեն մեր այս թողարկումը, քո խոսքերը շատ կազդեն մեր ծնելիության թվերի վրա։ Այդ պետք է կանանց հետ բանակցել։ Որտեղ չէ, ես հասկանում եմ, որ կանանց համար շատ բարդ է ու ահա որ դժվար է։ Կյանքն էլ է շատ բարդացել այն։ Դժվար է։ Գրիգ, քանի որ մեր թողարկումը կոչվում է Սև արկղ եւ դու ամբողջ ընթացքում տեսնում ես նրան այստեղ։ Ես ինձ աչքի սպորտշով նայում եմ փայլփլուն, ասենց ուզում եմ սկան անեմ, բայց ինքը ոչ մի տիպի չի երևում։ Ինչ իրացիոնալ վախեր ունես։ Արի դրանից խոսենք, հետո նոր փորձենք տեսնել ինչ է քո փորձես գուշակել։ Ես առանձնապես վախեր, այդ որպես այդպեսին տենց երևույթներից բանից չէ, ինձ թվում է տենց չունեմ, էլի։ Տենց հոգեբանական ինչ որ բաներ կան մեծ հաշվով տարբեր հարցերի շուրջ վախեր, բայց տենց երևութական վախեր չէ, երևի չունեմ։ Հուսամ չունեմ։ Հուսամ այնտեղ ինչ որ մի բան չկա, որը կպարզվի, որ այ մի քիչ կատակ անակնկալ է, կարող ես փակել աչքերը։ Չեն վախենում, գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր սողուններից են վախենում։ Ես տենց ինձ թվում է տենց հատուկ մի բան չկա, որ ես կոնկրետ վախենում եմ, էլի։ Ճիշտ եմ դրել։ Փակիր աչքերդ։ Այո, ճիշտ ես դնում, չես տեսնում, չէ՞։ Չէ։ Ահանց, հիանալի է։ Դա Մոտեցնում եմ քեզ, կարող ես մոտենալ մի փոքր։ Ինչքան մի փոքր։ Ճիշտ ուղղությամբ եմ մոտենում։ Ձեռդ իջեցրու։ Հա, դե բասում։ Պիտի իջնեմ, բարձրանամ, երբեմն մենք սիրում ենք Արեգի հետ տենց բան խաղալ, ինքը աչքերը փակում, ես աչքերը փակում եմ, օրինակ։ Հեռու գնա մի քիչ, որ լսվի միկրոֆոնից։ Աստված կներեք։ Մենք տենց մի հատ խաղ ունենք Արեգի հետ, ու այդ շատ մոտ է։ Մենք տենց խաղ ունենք Արեգի հետ, երբ որ տենց իրար իմ մեկ աչքերը փակում եմ, մյուսը գնում առաջ, աչուծախ անում ու տենց Հա, ես պիտի քեզ հիմա ուրեմն ուղղորդեմ, հա։ Այո, խնդրեմ ինձ ուղղորդի։ Նո, Արեգը երբեմն նենց է դասավորում, որ ես գլուխս պատին եմ խփում դիտմամբ։ Չէ, ստա պատ Խնդրում եմ դու այդպես մի արա։ Արի առաջ, ես եմ, ահա։ Այս արկղի Մի քիչ այնպես արի, որ միկրոֆոնը քո աչ ուսին է խփվում արդեն, ահա։ Այսպես լավ է։ Շոշափիր, այո, շոշափիր։ Չի շարժվում կարևորը։ Հիմա երբ որ աչքերս փակա, հասկացա, որ շարժվող բաներից գուցե կարամ մոտեցնեմ ինձ։ Այո, կարող ես։ Որ երկու ձեռքով հարմար լինի։ Աստված իմ ոնց կարամ ես սրա մասին չիմանալ։ Տակդիրների հերթական, բայց շատ լավ ես մտածել։ Բացեմ։ Այո։ Իդեպ խոնավացրել էինք, որ երեխայի արդեն հասցրել է չորանալ։ Խոնավ տակդիրի եւ փորձարկում ենք, տեսնենք իսկապես օգնել ես մանանին թե ոչ։ Չէ, իսկապես չեմ կասկածում, բայց շատ լավ է որ գուշակեցիր։ Սպասում էի որ վեր կթռնես, բայց
Չեղավ այդպես։ Ասում եմ, չէ, չունեմ տենց կոնկրետ բաներից վախեր, զզվող չեմ ու տենց լիքը բաներ են։ Ինձ Քանի մեկը որ գուշակեցիր, մեր հաղորդման գործընկեր Talking Candles-ից ունենք քեզ համար նվեր։ Մոմեր եւ արոմա պրոդուկտներ արտադրող բրենդ է, արդեն 5 տարի է գործում է Հայաստանում, հուսանք քեզ դուր կգա, տանը կօգտագործեք եւ կինս գժվում է մոմերի համար, Արեգնել, որովհետև երբեմն տենց հավես սովորություն ունի, որ ինձ շատ է դզում։ Ինքը նույնիսկ եթե մենք մակարոն ենք ուտելու, երբեմն տենց ցանկություն ունի, անունը ռոմանտիկ ընթրիքներ են, պետքա լույսերը անջատվի եւ միայն մոմիտակ, այդքան հարմար չի, որովհետև շատ մութ է լինում, ինչքան մոմ պիտի վառենք, որ մենք այդ տեսնենք սեղանի վրա ինչ կա, կլերացնեն մոմերը, լուսավորեն գոնե կիմանանք աղաման է որտեղ է սեղանի վրա։ Եվ անուշ բույր կտարածվի, իդեպ մոմերի դեպքում էլ կան թունավոր եւ ոչ թունավոր նյութերով, այստեղ ոչ թունավոր եւ օրգանիկ մոմեր են, հուսով եմ դուր կգան, այդպես։ Եվ ինչպես կավարտեիր, ովքեր լրագրող են լինում իմ հաղորդմանը, իդեպ ասում եմ փակումը դուք արեք։ Վախենալը նորմալ է, առերեսվել է պետք ու այդ վախերը հաղթահարել, նույնիսկ եթե տենց վախենում եք ծնող դառնալ։ Շատ լավն էր։ Դե ինչ, մեզ հետ էր Գրիգոր Հարությունյանը եւ կարող եք մեկնաբանություններում գրել, թե հատկապես որ մտքերը ձեզ դուր եկան, ինչպես նաեւ կարող եք գրել, թե ում կուզենայիք մեր տաղավարում տեսնել եւ բացահայտել նրանց սև արկղերը։ Լավ։ 57 րոպե Լիլիթ։ 57 րոպե, բայց դու հաշվի առ, որ այնտեղ ընթացքում ենք բաներ ենք ունեցել։ Վաու։ Գնա ու տարապի։ Վաու, բայց ահագին բաներ են, այնտեղ ահագինը ստոպ տվեցինք։